Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարում։ Երկարատև կայունություն ապահովելու համար պետք է զատվի հայ-ադրբեջանական սահմանը, ստորագրվի խաղաղության պայմանագիրը, բացվի հայ-թուրքական սահմանը, Ադրբեջանը ազատ արձակի հայ քաղբանտարկյալներին։ 2022-25 թվականներին Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հոդվածը Լոս Անջելես Թայմսում։ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել խորհրդակցություն գործադիր մարմնի անդամների մասնակցությամբ։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին իր բացակայության ընթացքում գործադիրի պարտականությունները պատշաճ իրականացնելու, նաև խորհրդանական ընտրությունների հաջող ընթացքն ապահովելու համար։ Ազգային ժողովում շարունակվում են 2025 թվականի բյուջեի մասին տարեկան կատարողականի քննարկումները։ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվել է ներքին գործերի նախարարության տարեկան զեկույցը։ Ազգային ժողովում լրագրողներ հետ զրույցում զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է մամուլում մեծ տարածում գտած տեսանյութին, որտեղ զինծառայողները մասնակցում էին քվեարկությանը ժամը 20-ից հետո։ Նա վստահեցրել է, զինծառայողները ընտրատեղամասերում եղել են սահմանված ժամին։ Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար։ Խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ Իդեպ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր Զվարթնոց օդանավականից փորձել է լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Եվրոպան 35 տարի շարունակ անհաջող փորձեր արեցին վերջ դնելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանը։ Մոսկվան նույնպես ձախողեց 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից հետո ուղարկելով խաղաղապահների։ Այս ուժերը անտարբեր դիտում էին, թե ինչպես է Ադրբեջանը գրավում ամբողջ տարածաշրջանը եւ 2023 թվականին վտարում 110,000 էթնիկ հայերի։ Լոս Անջելես Թայմսում գրել է 2022-25 թվականներին Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ Նա քննադատել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բայդենին այս ամենին չափավոր արձագանքի համար, ապա նշել, որ ներկայում սակայն Տրամփի վարչակազմի հաճախակի բարձր մակարդակի շփումները Փաշինյանի հետ ամրապնդել են Հայաստանի դիրքերը բանակցություններում եւ խթանել Ադրբեջանի նախագահի ավելի կառուցողական մոտեցմանը։ Քրիստինա Քվինի կարծիքով այնուամենայնիվ երկարատև կայունություն ապահովելու համար պետք է արվի ավելին, ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի զատումը, խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ ավերացումը, Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանը բացելու գործողությունները, հայ քաղբանտարկյալների ազատ արձակումը Ադրբեջանի կողմից եւ խոստացված երթուղու կառուցումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ աշխարհի տարբեր ծայրերից, նրան իր կուսակցության վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել են Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Իրանի նախագահը եւ արտաքին գործերի նախարարը, Գերմանիայի կանցլերը, Հունաստանի, Նիդերլանդների եւ Կանադայի, Ռումինիայի, Խորվաթիայի վարչապետները։ Շնորհավորական ուղերձներ են հղել նաեւ տարբեր միջազգային կառույցներ։ Հերթական հայտարարությունը տարածել է Եվրոպական միությունը, որում ասվում է, որ նախընտրական քարոզարշավը եւ քվեարկությունը տեղի են ունեցել Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտության, ճնշումների եւ շարունակական հիբրիդային հարձակումների համատեքստում, այդ թվում տնտեսական հարկադրանքի միջոցներով, որոնք նպատակ են ունեցել խարխրել ժողովրդավարական գործընթացը եւ հրահրել բևեռացում։ Այնուամենայնիվ ընտրությունների արդյունքներն ընդգծեցին հայ ժողովրդի հավատարմությունը եվրոպական արժեքներին, կայուն անվտանգ եւ բարգավաճ ապագայի ձգտմանը։ Հայտարարությունում նաեւ ասվում է, որ Եմեն ամուր կանգնած է Հայաստանի եւ նրա ժողովրդի կողքին եւ կշարունակի խորացնել գործակցությունը։ Ըստ Եվրոակտիվ պարբերականի Հայաստանի վարչապետ Փաշինյանը բանակցություններ է վարում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը անդամակցելու վերաբերյալ։ Թե վերջնական որոշում դեռ չկա, Փաշինյանն արդեն հայտնել է իր հետաքրքրվածությունը եւ Եվրոպական քաղաքական ընտանիքը կարող է հաստատել ԿՊ անդամակցությունը տարեվերջին։ Այս քայլը հաջորդում է Կիրակի կայացած ընտրություններում Փաշինյանի հաղթանակին, որն անցել է ռուսական միջամտության մասին հայտարարությունների ֆոնին։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել խորհրդակցություն գործադիր մարմնի անդամների մասնակցությամբ։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին իր բացակայության ընթացքում գործադիրի պարտականությունները պատշաճ իրականացնելու, նաև խորհրդանական ընտրությունների կազմակերպման աշխատանքներում ներգրաված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին խորհրդանական ընտրությունների հաջող ընթացքն ապահովելու համար։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն գործադիր մարմնի անդամների մասնակցությամբ, վարչապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին իր բացակայության ընթացքում գործադիրի աշխատանքները պատշաճ իրականացնելու, նաև խորհրդարանական ընտրությունների կազմակերպման աշխատանքներում ներգրավված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին խորհրդարանական ընտրությունների հաջող ընթացքն ապահովելու համար։ Անդրադառնալով ընտրությունների արդյունքները կեղծելու եւ կեղծիքների մեխանիզմներ օգտագործելու դեպքերին, երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին, ընտրակաշառքների եւ ընտրողների ազատ կամ արտահայտման վրա ապօրինի գործադրվող ճնշումների դեմ պայքարի համար։ Կեսացույց է տալիս նաեւ
մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետությունը, որովհետև մի շարք օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ ենք մենք իրականացրել, որոնք իրենց արդյունքը տվել են։ Միաժամանակ վարչապետը մտահոգություն է հայտնել, որ ընտրակաշառքների հետ կապված հանդուրժողականության չհամաձայնեցված մթնոլորտ է ձևավորված։ Երկրի ղեկավարի դիտարկմամբ այդ պրակտիկան պետք է արմատապես փոխվի եւ մեխանիզմներ մշակվեն ընտրակաշառքի հանդեպ անհանդուրժող մթնոլորտ ձևավորելու համար։ Այս ընտրություններում ընտրակաշառք տալու կամ վերցնելու մեջ բռնված ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփումը պետք է անցկացնի բանտում։ Սա երկրի անվտանգության եւ ժողովրդավարության անվտանգության հարց է եւ պետք չի հետո խղճահարության տեսարաններ սարքել։ Խղճահարության տեսարանները վաղուց սարքված են եւ եթե մենք հոգատարության խնդիր ունենք, առաջին հերթին մեր պետությունը պետք է լինի մեր հոգատարության առարկա, մեր ժողովուրդը եւ նրա ազատ կամքը եւ նրա ազատ կամքի արտահայտման հնարավորությունը։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև կառավարության առաջիկա գործունեությանը եւ ընդգծել, որ պետք է ակտիվ աշխատել, ամփոփել նախորդ շրջանում արվածը եւ պլանավորել առաջիկա անելիքները միջև նոր խորհրդարանի ձևավորումը։ Վարչապետը կարևորել է մասնավորապես ճանապարհաշինության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շարունակականության ապահովումը։ Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել երեխաներին տրված խոստումների իրականացմանը, դպրոցների, մարզադպրոցների, արվեստի դպրոցների, խաղահրապարակների հետ կապված։ Առաջիկայում իրականացվող ծրագրերից առանձնացրել է TRIP նախագծի իրագործումը եւ նշել, որ պետք է հնարավորինս արագ ապահովել նախագծի վերաբերյալ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ստորագրված համաձայնագրի վավերացման ընթացակարգը։ Անդրադարձ է կատարվել մասնավորապես Ախուրիկ-Գյումրի հատվածի երկաթուղու վերականգնման ու նախագծման հայտարարված մրցույթին, ջրամբարների նախագծերին Երասխի հատվածում երկաթգծի կայանի նորոգմանը, Հյուսիս-Հարավի շինարարությանը, առաջիկայում մեկնարկելիք Քաջարանի թունելի շինարարությանը, որին կհաջորդի Բարգուշատի թունելի շինարարությունը, որի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆրանսիայի գործընկերների հետ։ Ես մեր ֆինանսական հնարավորությունների հետ կապված չունեմ մտավախություն, որովհետև առաջիկայում ակնհայտորեն եւ անկասկած Հայաստանը մեծ ներդրումային ակտիվություն է լինելու TRIP նախագիծը իր հետևից ինքը արդեն միլիարդանոց ծրագիր է, բայց իր հետևից բերելու է նաեւ նոր միլիարդների ներհոսք եւ մենք այստեղ պետքա ավելի վստահ լինենք եւ ընդ որում նախորդող շրջանի մեր փորձը ինչա ցույց տվել, որ կարևորը փողը չի, կարևորը բովանդակությունն է։ Երբ որ մենք գիտենք ինչ ենք անում, ինչի համար ենք անում, այսինքն որոշված է մեզ անհրաժեշտ բովանդակությունը, փողի հարցը միշտ էլ լուծելի է։ Վարչապետն առաջիկա 5 տարիների առաջնահերթություններից է համարել հանրապետությունում ջրային ոլորտի կարգավորումը եւ այդ համատեքստում ընդգծել Veolia ջուր ընկերության հետ համատեղ աշխատանքն ու ներդրումների ուղղությունները որոշելու կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև կոշտ թափոնների կառավարման նոր համակարգի ներդրմանը, էներգետիկ վերափոխման թեմային, որը վերաբերում է էներգիայի ստեղծման եւ օգտագործման նոր ձևերին, պետական բյուջեի եկամուտների հավաքագրմանը եւ այլն։ Ազգային ժողովում շարունակվում են 2025 թվականի բյուջեի մասին տարեկան կատարողականի քննարկումները։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվել է ներքին գործերի նախարարության տարեկան զեկույցը։ Ըստ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի 2025 թվականի ներքին գործերի նախարարության ծախսը կազմել է 105.7 միլիարդ դրամ, կատարողականը 97.2 միլիարդ դրամ։ Այնուհետև ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը հանգամանալից ներկայացրեց ներքին գործերի նախարարության ծրագրային միջոցառումներն ու ծախսերը։ Վերջինս առանձնացրեց միգրացիոն ծառայության ոլորտում կատարված բարեփոխումները, մասնավորապես Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն վիզաների ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Ըստ Մկրտչյանի դեռևս 2025 թվականի նոյեմբերին, երբ նախարար Արփինե Սարգսյանը ստացավ վիզաների ազատականացման ծրագիրը, այդ ամենը վկայեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության հարաբերությունների նոր փուլի մեկնարկի մասին։ Նշեմ, որ Հայաստանը միակ պետությունն է, ում հետ Եմեն
ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով եւ միակ պետությունն է, որը երկխոսության մեկնարկից հետո ռեկորդային արագ ժամանակում ստացավ գործողությունների ծրագիրը։ Ներկայումս ակտիվ փուլում են գտնվում նոր կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները, բոլորովին նոր որակի միջազգային անվտանգային չափորոշիչներին համաունչ կենսաչափական փաստաթղթեր տրամադրելու նպատակով 2025 թվականին մեծածավալ աշխատանք է կատարվել եւ շարունակում է ընթանալ պետություն մասնավոր գործընկերության ձևաչափով ընտրված միջազգային գործընկերոջ հետ։ Խոսելով նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմաց քաղաքացիների մասին, փոխնախարարը նկատեց, որ աճել են Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումները։ Հունիս ամսվա սկզբին այդ թիվը կազմել է 11146։ Հանձնաժողովականների հետ հարցուպատասխանի հատվածում անդրադարձ եղավ Կիրակի անցկացված խորհրդարանական ընտրությունների ընթացքին։ Բոլորը նաև նախարարը ընդգծեցին, որ դրանք անցել են առանց որևէ բռնաճնշում, իսկ հետընտրական գործընթացների զարգացման պարագայում իրավապահ համակարգը կարձագանքի եւ թույլ չի տա, որ երկրում անկարգություններ լինեն ու քաոսային իրավիճակ ստեղծվի։ Ցանկացած զարգացում, որը կուղեկցվի իրավախախտումով կամ առավել եւս հանցավոր վարքագծով, իրավապահ համակարգը շատ հստակ եւ խիստ արձագանք կտա, քանի որ 24 ժամյա ուրեմն ռեժիմով իրավապահ համակարգը աշխատում է եւ նախընտրական եւ ընտրության օրը եւ բնականաբար հետընտրական ժամանակահատվածում եւս։ Ճիշտ եք ասում, որ հանցավորության կանխարգելումը այս ամենի առանցքում է։ Փոխնախարարը կարևոր ծրագրերից առանձնացրեց նաեւ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության հետ համատեղ մշակած ծրագիրը, որի համաձայն 2026 թվականի սեպտեմբերից ավագ դպրոցներում անցկացվելու են ճանապարհային երթևեկության կանոնների ապահովման եւ անվտանգության դասընթացներ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցրել է, որ հունիսի 7-ին զինծառայողները ընտրատեղամասերում եղել են սահմանված ժամին։ Ոչ մի զինծառայող ուժ չի ներկայացել։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը անդրադարձել է նաև արտերկրի ժամանած քաղաքացիների 25-օրյա վարժանքներին ներգրավելուն եւ նշել, որ վերջիններս եւս Հայաստանի քաղաքացի են, հետեւաբար նաև պարտավորություններ ունեն պետության առջև։ Իսկ պատասխանելով հարցին, թե ինչու են տարբեր երկրներում արտադրված նոր զինատեսակները հայկական անվանումներով փոխարինվել եւ արդյոք դա արգելված չէ, Ասրյանն ասել է, որ տարբեր երկրներից ձեռք բերված նոր զինատեսակները կրում են հայկական պայմանական անուններ, ինչն արտադրողի հետ պայմանագրերով արգելված չէ։ Գշպետը խոսել է նաև սահմանազատման գործընթացի մասին, վստահեցնելով, որ դրա հիմքում ընկած են կոնկրետ քարտեզներ եւ դրա շրջանակում նախատեսվում է վերականգնել Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Սահմանազատման աշխատանքը ունի հիմք, իսկ հիմքը հանդիսանում է համապատասխան քարտեզը, տարեթվի 100,000 Գլխավոր շտաբը տիրապետում է այդ քարտեզին եւ այդ քարտեզի պահանջներով մենք մեր աշխատանքները իրականացնում ենք։ Հանձնաժողովի կազմում նաեւ կա զինված ուժերի կազմից ներկայացուցիչ, ով շատ լավ է տիրապետում ռազմական քարտեզագրությանը եւ լավ գիտի այդ քարտեզի բոլոր պահանջները։ Պարոն Ասրյան, իսկ Ինչի համաձայն չլինեմ, եթե ինքը կատարում է ճիշտ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պետական սահմանով։ Դուք իրանցում եղել եք, վատ է, երբ որ ինքը սահմանազատված է եւ այնտեղ ծառայությունը իրականացվում է նույնիսկ առանց պահունակը զենքի միացնելու, հակառակ կողմում եւ մեր կողմում եւ այնտեղ ոչ մի կրակոց չկա։ Հայաստանի Հանրապետության տարածքը հայտարարված է 29743 քառակուսի կիլոմետր տարածք։ որոնք են տրվել Ոչ մի թիզ հող չի հանձնվելու։ Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար։ Խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը, այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեռ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում падգամավորի թեկնածու է եւ քրեական հետապնդում հարուցելու համար անհրաժեշտ է կենտրոնական ընտրական հանձնաժողովի թույլտվությունը։ Ի դեպ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր Զվարթնոց օդանավականից փորձել է լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել, արդյունքում Ծառուկյանը ստիպված եղել վերադառնալ տուն։ ԲՀԿ մամուլի խոսնակի Վետատոնոյանը սակայն հայտնել է, թե իբրև Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով։ Երբ օդանավականում անձնագրային անցակետում Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինչ որ բան պետք է ճշտեն, նա պատասխանել է, որ որևէ բան ճշտել պետք չէ եւ ինքը հրաժարվում է ուղևորությունից եւ վերադառնում տուն։ Facebook-յան իր էջում գրել է Տոնոյանը։
Շարունակում ենք թողարկումը Ստամբուլում նախորդին հանդիպել են Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Բայրամովը և Բոճորիշվիլին։ Նրանք նշել են էներգետիկա և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի տարածաշրջանային գլոբալ նշանակությունը, ներառյալ հարավային գազային միջանցքը, Բաքու-Թբիլիսի կարս երկաթուղին և միջին միջանցքը։ Նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերի և Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության ապահովումը։ Նշենք, որ Ստամբուլում երեկ տեղի ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Նեթանյահուն Իրանին գիշերային հարվածը բնութագրել է որպես պատմական, նշելով, որ այդ քայլը նախատեսված է կանխելու երկրի նկատմամբ միջուկային հարձակումը։ Իսրայելի նման գործողությունները ամերիկյան իշխանությունների սրտով չեն եղել, եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Նեթանյահուին միայնակ թողնել Իրանի դեմ։ Ես Բիբիին ասացի, որ ավելի լավ է շատ զգույշ լինես այն հարցում, թե ինչ ես անում, որովհետեւ կարող ես շուտով միայնակ մնալ Իրանի դեմ։ Իսրայելի 12-րդ հեռուստաալիքը մեջբերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը։ Այս հայտարարությունից հետո Իսրայելը դադարեցրել է հարվածել Իրանին, բայց Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը իրեն իրավունք է պահում պատասխանել Թեհրանի կողմից ցանկացած հետագա հարձակման։ Դոմինիկյան Հանրապետությունում մասնավոր ինքնաթիռը պայթել է օդանավակայանում վթարային վայրէջք կատարելիս։ Օդանավում ուղևորներ չեն եղել։ Ինքնաթիռը թռչում էր բեյսբոլիստ Յայդեր Մոլինայի և նրա ընտանիքի հետևից։ Երկու օդաչուներն էլ զոհվել են։ Շարունակում են միմյանց փոխադարձ հարվածներ հասցնել Ռուսաստանն ու Ուկրաինան։ Ռուսական կողմը շահեդ անօդաչու թռչող սարքով հարվածել է Զապորոժիեում գտնվող ավտոբուսի կանգարին, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 15-ը վիրավորվել։ Ուկրաինական կողմը իր հերթին նույնպես հարձակում էր իրականացրել։ Բելգորոդի մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունը տեղի ունեցել զինամթերքի պահեստում, որը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակմանը։ Արտակարգ դեպք է տեղի ունեցել Հնդկաստանում, որը զոհերի եւ ավերածությունների պատճառ է դարձել։ Այսպես, Հնդկաստանի հարավ-արևելքում գտնվող մետալուրգիական գործարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։ Դեպքի մանրամասների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։ Բնական տարերթները չեն շրջանցել Ֆիլիպինները, այնտեղ տեղի է ունեցել 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ։ Ավերածությունների եւ վիրավորների թվի մասին տեղի իշխանությունների կողմից դեռևս ճշգրտման փուլում են։ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե, Սաիդա եւ Տիր քաղաքների ծայրամասերին, որի հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 24 եւ վիրավորվել 116 մարդ։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ Մարտի 2-ից ռազմական էսկալացիայից սկսվելուց ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 3637-ի, վիրավորվել է 11188 մարդ, ասվում է հայտարարության մեջ։ Այսքան այս ժամի համար ցտեսություն։